Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս վարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է, ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղետերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, ինստագրամում, տիկտոկյան ալիքներում, կոնտակտում, Одноклассникում, ֆեյսբուքյան ալիքներում։ Գրանցրեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, հմայախոսություններ, ծիսակարգեր, կանխատեսումներ, որոնք ես ձեզ նվիրում եմ սրտե։ Ինչի մասին եմ այժմ սիրելիներս ուզում ձեզ հետ խոսել։ Ընդհանրապես, քանի որ ես զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ և աստղագիտությունը, կենտրոնակերպի նշանները, տեզերքի ազդեցությունը յուրաքանչյուր մարդու վրա, դա նույնպես ինձ հետաքրքրում է և ես ցանկանում եմ դրա վերաբերյալ ձեզ նույնպես տեղեկատվություն տալ, խորհրդատվություն տալ, որպեսզի դուք կարողանաք ինֆորմացիա ստանալ, որպեսզի դուք կարողանաք ինքներդ հասկանալ, ինչպիսի ուղղությամբ գնալ, ինչպես շարժվել, որպեսզի ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություններ և հաղթանակներ։ Այժմ ես ցանկանում եմ սիրելիներս խոսել կենտրոնակերպի յուրաքանչյուր նշանի համար, թե իրենք ինչպիսի գծեր պետք է ունենան, ինչպիսի հմտություն պետք է ունենան, ինչպիսի գործունեությամբ պետք է զբաղվեն, որպեսզի կարողանան հաջողություն ունենան իրենց աշխատանքային ոլորտում, իրենց կյանքի բոլոր ոլորտներում, որպեսզի իրենք միայն հաղթանակներ գրանցեն, միայն հաջողություններ լինի, և եթե խնդիրներ կան, իրենք կարողանան այդ խնդիրները իրենց կյանքի մեջ լուծել, իրենք կարողանան այդ պրոբլեմները հաղթահարել և դուրս գալ։ Ինչպես կարող է իր կյանքի մեջ հաջողություն ունենալ խոյ համաստեղության տակ ծնված մարդիկ։ Շատ դեպքերում մեզ թվում է, թե խոյերը իրենք շատ չոր անձնավորություններ են, իրենք էմոցիոնալ այդքան էլ ցույց չեն տալիս իրենց էմոցիոնալ վիճակը, մեզ թվում է իրենք չոր մարդիկ են, իրենք առանց զգացմունքային անձնավորություններ են, բայց դա այդպես չէ։ Մեր սիրելի խոյերը իրենք ամեն ինչ ցույց չեն տալիս, բայց իրենք անմիջապես ներքին դաշտով, ներքին իրենց ամբողջ հոգով իրենք այդ ինչ-որ խնդիրները կա, այդ խնդիրները ապրում են։ Որպեսզի սիրելի խոյեր, ձեր կյանքի մեջ հեշտ լինի հաղթանակների հասնել, հեշտ լինի հաջողությունների հասնել, հեշտ լինի պրոբլեմները և հարցականները լուծել, դուք պետք է յուրաքանչյուր խնդիր, ինչ-որ կա ձեր կյանքի մեջ, ինչ-որ պրոբլեմ կա ձեր կյանքի մեջ, դա անպայման ձեր հոգու մեջ ոչ թե թողնեք թերի, ոչ թե թողնեք կիսատ, այլ հենց ձեր հոգու մեջ այդ խնդիրը հաղթահարեք։ Եթե դուք ձեր հոգու մեջ այդ խնդիրը հաղթահարեք, ձեր կյանքի մեջ այդ խնդիրը ինքնըստինքյան կվերանա, չի կարելի կիսատ թողնել, բոլոր խնդիրները կիսատ, բոլոր պրոբլեմները կիսատ ձեր 4 կողմը։ Նման դեպքում դուք սիրելի խոյեր, ավելի եք բարդացնելու ձեր կյանքի վիճակը։ Պարդադիշ չէ բոլորի ներկայությամբ, դուք այնպիսի մարդիկ չեք, որ բոլորի ներկայությամբ ցույց տաք ձեր խնդիրը, ձեր վիրավորանքը, ձեր դեպրեսիվ վիճակը, բայց որպեսզի այդ դեպրեսիան հաղթահարեք, այդ պրոբլեմը հաղթահարեք, ձեր հոգու մեջ պայքարեք և հաղթահարեք։ Նման ձևով դուք արդեն ֆիզիկական կյանքի մեջ դուք կարողանաք այդ հաղթանակները գրանցել։ Երբեք ու երբեք կիսատ մի թողեք։ Եթե այդ խնդիրը կա, էլի եմ ասում, եթե դուք ձեր ներքին դաշտով կարողանաք ձեր մտքերի մեջ, ձեր ուղեղի մեջ, ձեր ենթագիտակցության մեջ այդ հարցականը հաղթահարեք, ուրեմն դուք ոչ մի խնդիր չեք ունենա։ Դուք պետք է հենց այդ ժամանակ մտածեք, որ
այս հարցը լուծելի է, այս խնդիրը լուծելի է, այս պրոբլեմը լուծելի է, այս փակված դռան հետևում անհնարին է, որ ոչ մի ելք չլինի, ոչ մի բաց դուր չլինի, ոչ մի լույս չլինի, դուք մենակ պետք է մտածեք, որ ամեն խնդիրից հետևում լուսավորություն է, ամեն թունելի հետևում լույս է, և նման ձևով դուք բոլոր խնդիրները ձեր ֆիզիկական կյանքի մեջ, ձեր հարաբերությունների մեջ, ձեր անձնական կյանքի մեջ դուք կհաղթահարեք։ Այդ խնդիրները տարօրինակ ձևով ձեր կյանքի թեմից դուրս կգնան։ Միայն պատկերացրեք, որ ամեն խնդիր, ամեն դժվարություն, ամեն պրոբլեմ անցողիկ է և լուծելի է, որ յուրաքանչյուր խնդիրից հետո կա լուծում, որ յուրաքանչյուր թունելի վերջում կա լույս, և նման ձևով դուք ամեն ինչ կհաղթահարեք։ Ինչ է հարկավոր ցույց համաստեղության տակ ծնված մարդկանց, որպեսզի իրենք կյանքի մեջ հաջողություն ունենան, իրենց կյանքի մեջ ոչ մի խնդիրներ չունենան։ Առաջի հերթին ցույց համաստեղության տակ ծնված մարդիկ պետք է վստահություն ունենան իրենց սեփական ուժերի վրա։ Գիտեք ինչ, ցուրերը կարող է իրենք լավ տան մեջ ապրին, լավ ծնողներ ունենան, լավ հարազատներ, բարեկամներ ունենան, որոնք ֆինանսապես լավ են, ակտիվ են, բայց եթե ցուրը ինքը չի հավատում իր սեփական ուժերին, ինքը իր սեփական խելքին, ձեռքին, մտքի ունակությանը իր չի հավատում, ինքը առաջ չի գնում, ինքը հաջողություն չի ունենում, ինքը նույնիսկ եթե իր ընտանիքի անդամները հարուստ են, ինքը չի կարողանում նույնիսկ այդ հարստությունը վայելել, որովհետև վախը չի թողնում, որ ինքը ուրախանա, որ ինքը ամեն ինչ ունի։ Ներքին վախը, ներքին տագնապը չի թույլ տալիս, որ ցուրը ուրախանա, ցուրը առաջ գնա։ Դրա համար մեր սիրելի ցուրերը պետք է իրենց սեփական ուժերին վստահեն։ Իրենք պետք է անպայման իրենց սեփական գործունեությունը ունենան։ Եվ լավ կլինի, որ ոչ թե մի գործունեություն լինի, այլ մի քանի։ Դրա համար ինքը պետք է լավ պատրաստված մարդ լինի, լավ մասնագետ լինի, որ գիտեք ինչ եմ ասում մի քանի, որովհետև եթե ցուրի կյանքի մեջ հանկարծ այդ բիզնեսը ինչ-որ ձևով ճգնաժամի մեջ մտավ, ինքը ամբողջովին մտնելու է ճգնաժամի մեջ, բայց եթե մի բիզնեսը ընկնում է ճգնաժամի մեջ, իրան հետևում ինքը ունի ուրիշ գործունեություն, ուրիշ բիզնես, որի վրա ինքը վստահում է, որին ինքը հավատում է, ինքը բոլոր խնդիրները, բոլոր պրոբլեմները կլուծե և դուրս կգա։ Դրա համար, սիրելի ցուրեր, դուք պետք է լավ աշխատեք, լավ սովորեք, ունենաք մի քանի մասնագիտություն, որ ունենաք մի քանի գործունեությամբ զբաղվեք, որպեսզի դուք վստահություն ունենաք ինքներդ ձեր կյանքի համար, ձեր հետագա կյանքի համար, հետագա ապրուստի համար։ Եթե ձեր մեջ այդ վստահությունը արդեն եղավ, մտավ այդ վստահությունը, որ դուք ոչ մի անգամ ինչ էլ կատարվի, ոչ մի պրոբլեմ չեք ունենա, դուք ինքներդ առաջ կգնալ, կզարգանալ, բայց այդ վստահությունը ստեղծելու համար դուք պետք է հիմնվեք ձեր սեփական ուժերին, որովհետև ծնողի ունեցվածքը, հարազատի ունեցվածքը դա ձեզ երջանկություն չի տալիս, դուք պետք է վստահ լինեք ձեր սեփական խելքին, ձեր սեփական մտքին, ձեր սեփական ունակությունը։ Ունեցեք մի քանի մասնագիտություն, ձեր ուղեղը մի քանի ուղղությամբ աշխատեցրեք, ձեր գործունեությունը մի քանի ուղղությամբ տարեք, որպեսզի դուք զգաք, որ թիկունքում դուք ապահովիչ ունեք, ապահովության բարձիկ, որ կյանքի մեջ ինչ էլ լինի, մի ապահովության բարձիկը եթե չաշխատի, մյուս ապահովության բարձիկը կաշխատի, և նման դեպքում դուք հաջողություն կունենաք և առաջ կգնաք։ Ինչպիսի կյանքի մեջ, ինչպիսի գծեր պետք է ունենան երկվորյակ համաստեղության տակ ծնված մարդիկ, որպեսզի իրենք հաջողություն ունենան։ Երկվորյակների համար տրված է, որ իրենք պետք է երազեն։ Բայց դա չի նշանակում, որ սիրելի եղբորյակներ, դուք պետք է պարգեք բազգաթորի
բազմոցին պետք է թեվեք եւ միայն զբաղվեք ձեր երազանքներով, բացի դրանից ձեր երազանքները պետք է լինեն ֆանտազիայի ինչ-որ շարքից, որովհետեւ դուք ձեր երազանքներին հասնեք, սիրելի եկվորակներ, դուք պետք է երազեք եւ ձեր կյանքի ընթացքում շարժումներ կատարեք դեպի ձեր երազանքներին հասնելու համար։ Երազեք, մտածեք ձեր նպատակին, ինչի մասին դուք մտածում եք, անպայման այդ հարցի մասին երազեք։ Գիտեք ինչ, սա միայն եկվորակներին չի վերաբերվում։ Ընդհանրապես բոլոր մարդիկ իրենք որ ցանկանում են ինչ-որ նպատակ ունենան, տուն են ուզում, աշխատանք են ուզում, երեխա են ուզում, կին, ամուսին են ուզում, իրենք պետք է երազեն, իրենք ինչ-որ նպատակ են ունենում, իրենք պետք է իրենց երազանքը նույնիսկ կրեն, որովհետեւ այդ երազանքը նյութականանա, բացի դրանից այդ երազանքի համար իրենք պետք է շարժվեն, բայց ամենից շատ երազելու եւ գործելու հատկություն տրված է մեր եկվորակներին։ Իրենք չպետք է նստեն։ Գիտեք ինչ, եթե ուշադրություն դարձրած լինեն մեր սիրելի եկվորակները, իրենք ինչ-որ բան իրոք եթե սրտան ցանկանում են, դա ինչ ձևով կարող է պատահի իրենց ծրագրած պլաններով, իրենց գծած պլաններով չլինի, բայց մեկ է այդ երազանքը իրականանում է։ Դուք տեսել եք, դուք արդեն զգացել եք ձեր մտքի, ձեր երազանքի հնարավորությունը։ Ուրեմն սիրելի եկվորակներ, որովհետեւ ձեր կյանքի մեջ հաջողություն լինի, որովհետեւ դուք անընդհատ թափնեպսակներ ստանաք, հաջողության թափքիներ ստանաք, ձեր կյանքի մեջ հաջողության, ուրախության էներգետիկա լինի, դուք պետք է երազեք, ձեր երազը, ձեր մտքերը պետք է նյութականացնեք, էներգիայի ձևով ուղղորդեք դեպի տիեզերք եւ դրա համար պետք է շարժվեք։ Եթե դուք ինչ-որ բան ցանկանում եք, դուք պետք է գործեք, չպետք է նստեք։ Ուզում եք արտասահման տեղափոխվել, պետք է մասնակցել ինչ-որ ծրագրերի, ուզում եք ձեր սեփական բիզնեսը հիմնել, պետք է մասնակցեք ինչ-որ ծրագրերի, ինչ-որ դասընթացների, չպետք է նստեք։ Նստած ձեր երազանքը չի իրականանում, բայց երբ որ դուք շարժվում եք դեպի ձեր երազանքը, անհնարին է, որ տիեզերքը չտեսնի, որ դուք շարժվում եք, ու ինքը անընդհատ քարը քարի վրա դնելով ձեզ կանգնեցնում է ձեր ցանկացած մակարդակին։ Երազում եք եւ ձեր երազանքի համար զբաղվում եք եւ կտեսնեք, որ ձեր կյանքի բոլոր երազանքները, նպատակները կիրականանան։ Ինչպիսի գծեր պետք է ունենան մեր սիրելի խեցգետիները, որպեսզի իրենք իրենց կյանքի մեջ հաջողություն գրանցեն, որպեսզի իրենք իրենց կյանքի մեջ խնդիրները լուծեն։ Մեր սիրելի խեցգետիները իրենք պետք է նպատակ տնեն եւ առաջ գնան դեպի իրենց նպատակին։ Իրենք երբեք չպետք է վախենան նոր պլաններից, նոր նպատակներից։ Իրենք խեցգետիները չպետք է բավարարվեն այն քճով կամ նրանով ինչ որ ունեն։ Եթե խեցգետիները նստան, բավարարվեցին ինչ որ ունեն, կամաց իրանք կգնեն կյանքի ջարիջի մեջ, կկորցնեն նույնիսկ այն ինչ որ ունեն։ Խեցգետիներին զարգանալու համար տրված է, որ իրենք դնում են նպատակի գիծ, նպատակի ուղղություն եւ գնում են, շարժվում են դեպի այդ նպատակը։ Այդ նպատակը հաղթահարում են, անպայման դրվում է ուրիշ նպատակ։ Խեցգետիները իրենց կյանքի մեջ երբեք առանց նպատակ չպետք է լինեն։ Ինչքան ցանկությունը նպատակը այնքան բարդ լինի, այնքան իրանք այդ նպատակը ավելի արագ կարողանալու են հաղթահարել եւ դուրս գալ։ Նույնիսկ շատ դեպքերում խեցգետիներին թվում է, թե այդ երազանքը անհասանելի է, իրենք չեն կարող արտասահման տեղափոխվել, իրենք չեն կարող ինչ-որ իրենց գործունեությունը ունենան, իրենք չեն կարողանա իրենց անձնական երազանքները
իրականացնել, դա շատ սխալ է։ Դուք պետք է հավատաք ձեր ուժերին, պետք է հավատաք ձեր երկի տված հնարավորությանը, նպատակ դնեք ու առաջ գնաք։ Ինչքան բարձր է ձեր նպատակը, դա անկախ նրանից դա կատարվում է։ Դուք չպետք է դնեք դից փոքր ինչ-որ այսօր մադանի առնեմ, մյուս օրը երկրորդ օղը առնեմ։ Ձեր նպատակները միշտ պետք է լինի կախված ամենաբարձրը, դուք պետք է միշտ ցանկանաք ամենաբարձրը, ցանկանաք եւ շարժվեք։ Բացի դրանից դուք չպետք է երբեք շեղվեք ձեր նպատակի ճանապարհից, դուք չպետք է կիսատ թողնեք ձեր գործողությունը, այն նման դեպքում իրոք դուք գտնեք կյանքի ճահիճի մեջ եւ այդ ճահիճից դուրս չեք գա։ Ձեր կյանքի բոլոր ոլորտներում, եւ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական, բոլոր ոլորտներում, եթե ունեք դուք նպատակ եւ առաջ եք գնում, ուրեմն դուք այդ նպատակներին հասնում եք, հաջողություններ եք ունենում, հաղթանակներ եք գրանցում։ Ինչպիսի գծեր պետք է ունենան այրուց համաստեղության տակ ծնված մարդիկ, որպեսզի իրենց կյանքի մեջ հաջողություն ունենան։ Առաջի հերթին այրուզներին տված չէ, որ իրենք ընճոր կոլեկտիվի մեջ աշխատեն, եթե կոլեկտիվի մեջ էլ աշխատում են, ունենք պետք է լինեն անպայման լիդերի տեղում, ղեկավարի տեղում, կամ պետք է ունենան իրենց սեփական բիզնեսը, իրենց սեփական գործունեությունը։ Այրուզները պետք է ձգտեն, որ իրենք անհատական իրենց գործ ունենան, իրենց անհատական գործունեությունը, որտեղ որ իրենք ցույց կտան իրենց մտավոր հատկությունները, իրենց ուղեղի ունակությունը, իրենց ձեռքերի կարողությունը։ Այրուզները չպետք է նստեն, իրենք պետք է ցույց տան, որ իրոք իրենք այրուզ են, իրենք թակավոր են, իրենք թակուի են, իրենք քճով չպետք է բավարարվեն, իրենք պետք է անընդհատ ձգտեն շատին։ Եթե այրուզը չհասկանա, որ ինքը այրուզ է, ինքը թակավոր է, իրեն շատն է պետք, ինքը առաջ չի գնա, ինքը զարգանա։ Դա չի նշանակում, որ այրուզը պետք է ինչ-որ մեկից իր երջանկությունը խլի, իր ամուսնուն, կնոջը, երեխային հարստությունը, ոչ։ Այրուզը պետք է ինքը իր համար ստեղծի եւ ամենաշատը ցանկանա։ Ինքը պետք է իրեն ցույց տա, որ ես այրուզն եմ, որ ես թակավոր եմ, որ ես թակուի եմ, որ ես ամենալավն եմ։ Գիտեք ինչ, մեր սիրելի այրուզները պետք է ցույց տան եւ իրենց միտքը, եւ իրենց մարմնավոր գեղեցկությունը, եւ իրենց ֆիզիկական գեղեցկությունը, իրենց թակուի թակավոր լինելը։ Նման ձևով իրենք կհաղթահարեն եւ առաջ գնան բոլոր խնդիրները իրենց կյանքի ոլորտի մեջ։ Իրենք երբեք չպետք է ունեն դեպրեսիայի մեջ, որովհետև դեպրեսիան այրուզի կյանքը էներգիան կյանքի մակարդակը փոխում է։ Դեպրեսիան դա այրուզի թակավորի ու թակավորի համար չէ, դեպրեսիան թողնունի ուրիշների համար, այրուզի համար մի այդ առաջ գնալ է, պայքարել է, անընդհատ ինքը ոնց որ գիտեք ինչ, ինքը իրեն զգում է պետք է զգա գահի մեջ գահին արժանի անձնավորություն։ Եթե հիմա էլ ինքը չի գտնում այդ գահի վրա, ինքը պետք է ձգտի հասնի այդ գահին, բայց կա էլի եմ ասում, դա իր սեփական գործունեությունն է, իր սեփական ընտանիքն է, իր սեփական երեխաներն է, ինքը պետք է ուրախանա իր սեփական գործով, իր ընտանիքով, իր հաջողություններով, ինքը պետք է ամբողջ աշխարհին ցույց տա, որ ինքը իրոք թակավոր ու թակուի է։ Այրուզները չպետք է նստեն, իրենք պետք է գովազդեն նաև իրենց աշխատանքը։ Շատ դեպքերում այրուզները իրենք կարող է եւ աշխատեն նույնիսկ գովազդի ոլորտում, իրենք ոչ միայն գովազդեն իրենց աշխատանքը, այլ ուրիշներին եւ նման ձևով էլ իրենք առաջ գնան, զարգանան։ Սիրելի այրուզներ, դուք պետք է ցույց տաք, որ դուք լիդեր եք, որ դուք կյանքի այդ իրավիճակի լիրերավ տերն եք եւ ոչ մեկը ի վիճակի չէ ձեզ ձեր առաջ գնալու ճանապարհից հետ տանել։ Նման ձևով ձեր բոլոր խնդիրները լուծվում են, դուք ունենում եք հաջողություններ։ Ինչպիսի
Քի ուղի պետք է բռնեն ուս համաստեղության տակ ծնված մարդիկ, որպեսզի իրենք իրենց կյանքի մեջ հաջողություն ունենան։ Սիրելի կույսեր, դուք չպետք է լռեք։ Դուք չպետք է լռեք, նայած ինչպիսի գործողության, կապ չունի ինչպիսի գործողությամբ եք զբաղվում։ Կույսերը ինչով որ զբաղվում են, իրենք ամեն ինչի մեջ մասնագետներ են, իրենք ամեն գործողության ոլորտում պրոֆեսիոնալներ են և իրենք չպետք է լռեն, իրենք պետք է ցուցադրեն, թեկուզ և իրենք իրենց տունն են հավաքում, պետք է ամբողջ իր տան անդամին ցույց տա, որ այս վարագույրը լվացրեցի, այստեղ աշորը փոխեցի, որովհետև իրոք կույսերը ինչ որ անում են, իրենք անում են ճիշտ, իրենք շատ պունկտուալ, մանրակրկիտ ազնվորություններ են։ Դրա համար իրենք չպետք է լռեն, որ դա համարվի, որ դա իմ աշխատանքս, դա աշխատանք է, ուրեմն ոչ, եթե դու աշխատում ես անկախ նրանից ինչպիսի սվերայում ես աշխատում, դու պարտավոր քո աշխատանքը ցուցադրես, ուրախանաս դու քո սեփական աշխատանքով, քո ձեռքի աշխատանքով, քո մտքի աշխատանքով, ում կուզե դուրը կա, ում դուրը չկա, դու ցույց տուր, դա դուր է գալիս դատի է ձեռքին, բացի դրանից դուք պահանջեք, որ ձեր աշխատանքի վարձատրությունը շատ լինի, որովհետև կարող է պատահի այդ կոլեկտիվի մեջ հազարադույժ մարդիկ լինեն, բայց կույսի կատարած գործը դա անգնահատելի է։ Ոչ մեկը չի կարողանում կույս համաստեղության տակ ծնված մարդկանց պես պրոֆեսիոնալություն ցույց տալ, մասնագիտությունը իր այնպիսի աստիճանի հասցնել, որ ինքը այդ աշխատանքի մեջ ոնց որ աս լինի, յուրահատուկ լինի, ինքնըստինքյան իրենք պարտավոր են իրենց աշխատանքի համար պահանջել և բարձր վարձատրություն, նաև շնորհակալության ու գովազդի խոսքեր։ Երբեք ու երբեք մի թաքցրեք ձեր գործունեությունը, մի համարեք, որ ձեր կատարած գործողությունը դա արել ենք, ուրեմն դա պարտականություն է, ոչ, գովազդեք ձեր աշխատանքը, պահանջեք ձեր աշխատանքի դիմաց վարձատրություն և շնորհակալություն։ Եթե վարձատրություն ու շնորհակալություն դուք չստանաք, եթե չգովազդեք, դուք ձեր կյանքի հաջողությունը կկորցնեք, դուք ձեր կյանքի առաջ գնալու հնարավորությունը կկորցնեք, դուք պետք է պահանջեք և վարձատրություն ձեր աշխատանքի դիմաց, քճով չպետք է բավարարվեք և շնորհակալություն ձեր աշխատանքի դիմաց և ամեն տեղ պետք է ցույց տալ։ Մեր սիրելի կույսերը լավ կլինի, որ իրենք նույնիսկ ինտերնետ օնլայն խանութներում աշխատեն, իրենք իրենց սեփական խանութները ունենան, իրենց սեփական ապրանքը գովազդեն, իրենց սեփական ձեռքի աշխատանքը գովազդեն և նման ձևով իրենց հաջողությունը ավելի առաջ գնա կզարգանա։ Ինչ է հարկավոր մեր սիրելի կշերտներին, որպեսզի իրենք հաջողություն ունենան։ Ընդհանրապես կշերտները լավ անձնավորություն են, տիեզերքը իրենց դեմ անընդհատ հնարավորություն է բացում, որ իրենք երբեք ու երբեք ոչ մի խնդրիչ չունենան, ոչ մի ֆինանսական դժվարություններ չունենան։ Նույն կշերտները շատ հատուկ են կշերտներ են լինում, ովքեր որ իրենց անձնական հարաբերությունները չեն կարողանում դասավորել։ Դա էր հնարավոր է, որ ինչ-որ նեգատիվի պատճառ լինի, թե չէ կյանքի ընթացքում կշերտները երբեք չեն լինում միայնակ, երբեք չեն լինում չգնահատված, երբեք չեն լինում առանց զույգի, որովհետև իրենք այնպիսի էներգիա ունեն, որ իրենք երբեք չեն մնա միայնակ։ Դա եւ տղամարդկանց է վերաբերվում, նաև կանանց։ Ձեր հաջողության հասնելու համար, սիրելի կշերտներ, առանց այն է, ձեզ տված է, որ դուք բոլորին հասնեք, բոլորին լավություն անեք, բոլորին օգնեք, բայց որպեսզի ձեր գործունեությունը ավելի լավ լինի, դուք առաջի հերթին պետք է օգնեք ձեզ։ Դա ճիշտ է էգոիզմ է, բայց դա լավ էգոիզմ է։ Մարդը պետք է առաջի հերթին սիրի իրեն։ Դուք սիրելի կշերտներ, առաջի հերթին սիրում եք ձեր հարազատներին, ձեր երեխաներին, ձեր ամուսնուն, ձեր կնոջը, ձեր ծնողներին, բայց հետո նոր ձեզ։
նման ձևով դուք խնդիրներ կունենաք ձեր կյանքի մեջ, դուք առաջի հերթին պետք է սիրեք ձեզ, նման ձևով դուք ավելի շատ հնարավորություն կունենաք, ավելի մեծ սեր եւ ձեր օգտությունը տալ ձեր հարազատներին, ձեր շրջապատի մարդկանց, այն կշերտերը, ովքեր որ իրենց եսը զոհում են, այդ կշերտները հետագայում իրենց կյանքի մեջ խնդիրներ են ունենում։ Ոչ մեկի կարծիքը հաշվի չպետք է առնեք, սիրելի կշերտներ, ով ինչ կասի, ով ինչ կմտածի, դա ձեզ չպետք է հետաքրքրի։ Դուք առաջի հերթին պետք է ապրեք ձեզ համար, անեք այն, ինչ որ ձեզ համար հաճելի է, ուտեք այն, ինչ ձեզ համար հաճելի է, խմեք այն, ինչ ձեզ համար հաճելի է, հարաբերություն ունենաք այն մարդու հետ, ով ձեզ համար հաճելի է, ոչ մեկի կարծիքը հաշվի չպետք է առնեք, դուք ընդհանրապես ոչ մեկին ենթակա չպետք է լինեք, դուք պետք է առաջի հերթին ենթակա լինեք ինքներդ ձեզ, նման ձևով, երբ որ դուք բավարարում եք ձեր ցանկությունները, երբ որ դուք ձեր կյանքից հաճույք եք ստանում, նման ձևով դուք ավելի շատ էներգիա եք տալիս ձեր կեսին, ձեր կնոջը, ձեր ամուսնուն, ձեր հարազատներին, իսկ եթե դուք ձեր մեջ զսպում եք ձեր եսը, դուք կամաց խնդիրների առաջ եք կանգնում, ունեցեք այդ բարի էգոիզմը եւ դուք ավելի շատ առաջ կգնաք եւ կհաղթահարեք։ Ինչպիսի գիծ է հարկավոր կարիճ համաստեղության տակ ծնված մարդիկ, ինչպիսի բնավորության գիծ, որպեսզի իրենք առաջ գնան հաջողեն։ Կարիճ համաստեղության տակ ծնված մարդիկ իրենք շատ ուժեղ անձնավորություններ են, եւ էմոցիապես, էմոցիոնալապես, եւ մարմնապես, ֆիզիկապես, իրենք ամեն ինչ հեշտությամբ հաղթահարող անձնավորություններ են։ Սիրելի կարիճներ, որպեսզի դուք կյանքի մեջ հաջողություն ունենաք, դուք ոչ մեկին ցույց չպետք է տաք ձեր այդ ուժը։ Թեկուզ ֆիզիկապես դուք ուժեղ եք, թեկուզ ուղեղով եք ուժեղ, թեկուզ ֆինանսապես եք ուժեղ, դուք չպետք է ցույց տաք։ Եթե ցույց տվեցիք, դուք մարդկան ճնշեցիք ձեր այդ ուժով, ձեր ունեցվածքով, ձեր հնարավորությամբ, ձեր էներգիայով, ձեր ներքին էներգիայով, նման ձևով դուք խնդիրների առաջ կկանգնեք։ Իսկ եթե դուք զսպեք, ցույց չտաք ձեր այդ պոտենցիալ էներգիան, հնարավորությունները, լինեք սերի կարդինալի նման, որ դուք ամեն ինչ առաջ եք տանում, ամեն ինչ ղեկավարում եք, բայց ոչ մի դեպքում մարդկանց չեք ճնշում։ Նման ձևով դուք ավելի շատ հաջողություններ կունենաք։ Շատ դեպքերում մեր սիրելի կարիճները իրենք եթե ինչ-որ մեծ ձեռնարկություններ կա, այդ ձեռնարկությունների տնօրենները, իրենք տնօրենները չեն, բայց իրենք կանգնած տնօրենների հետևում այդ ամբողջ ձեռնարկությունը աշխատեցնում են, ամեն ինչ իրենց ուսերի վրա է, բոլոր գործունեությունը, բոլոր կապերը, բոլոր համագործակցությունները, որովհետև իրենք ունեն այդ պոտենցիալ, իրենք ունեն այդ հնարավորությունը եւ իրենց ուղեղն է զարգացած, եւ իրենց ֆիզիկապես է զարգացած եւ իրենց ինտուիցիան է զարգացած։ Կարիճները շատ ուժեղ կենտանակերպի նշան են, բայց ձեր ուժը ցույց մի տվեք։ Նման ձևով դուք հաջողություն կունենաք, նման ձևով դուք հաղթանակների կհասնեք։ Ինչպիսի բնավորության գծեր պետք է ունենան աղեղնավոր համաստեղության տակ ծնված մարդիկ։ Գիտեք ինչ, սիրելի աղեղնավորներ, որպեսզի դուք հաջողություն ունենաք, դուք պետք է բարի լինեք, դուք պետք է մարդկանց հասնեք, դուք պետք է մարդկանց օգնող լինեք, դուք պետք է մարդկանց կյանքի մեջ օրինակ լինեք, դուք պետք է այնպիսի կյանքով ապրեք, որ մարդիկ ձեզանից օրինակ վերցնեն։ Շատ դեպքերում աղեղնավոր համաստեղության տակ ծնված մարդիկ իրենք հասատուներ են, իրենք ինչ-որ վարպետներ են, սպորտի ինչ մարզիչներ են, որտեղ մարդիկ մարդկանց սովորեցնում են ուսման ինչ-որ պրոցես, սպորտի ինչ-որ ձև, մեր սիրելի աղեղնավորները պետք է այնպիսի կյանք վարեն, որ բոլորի համար լինեն
էտալոն, լավ մարդու, բարի մարդու, ուրախ մարդու, նվիրված մարդու եւ նման ձևով իրենք կարողանան իրենց կյանքի մեջ հաջողության էներգետիկա բերեն։ Իսկ եթե իրենք նման էներգիա չունենան, լինեն լացկան, լինեն մարդկանց չհասնող, ակար, ժլատ ասնավորություն, իրենք կամաց իրենց ամեն ինչը կորցնեն։ Մեր աղեղնավորներին տրված է մարդկանց ցույց տալու եւ ապրելու ձևը եւ գիտեք իշխոր կյանքի ուսուցիչներ լինեն, կարող է նույնիսկ իրենք հոգեվոր մարդիկ լինեն, կարող է եւ իրենք պայծառատեսներ լինեն, կարող է եւ իրենք հոգեբաններ լինեն, իրենք ինչպես ասեմ, ոնց որ գուրուներ, ուսուցիչներ, իրենք պետք է նման ձևով ցույց տան իրենց եւ նման պայվածքը հաջողություն է բերելու սիրելի աղեղնավորներ ձեր կյանքի մեջ։ Ինչպիսի գծեր է պետք աջակցուր համաստեղության տակ ծնված մարդկանց, որպեսզի իրենք հաջողություն ունենան։ Առաջի հերթին աջակցուրները պետք է ցկտեն, որ իրենք ունենան իրենց սեփական գործը։ Այն աջակցուրը, ովքեր որ աշխատանքի մեջ հաջողություն չունի, ովքեր որ աշխատանք չունի, ինքը ամեն ոլորտում ճնշված է եւ ինքը իրեն նույնիսկ իր անձնական գործերի մեջ չի կարողանում գտնել, ինքը գտնում է, որ ինքը ոնց որ գիտեք ինչ թերի լինի, ոնց որ արադավոր լինի, ոնց որ կիսատ լինի։ Դրա համար սիրելի աջակցողներ, ձեզ անպայման պետք է աշխատանք։ Կամաց այս աշխատանքը ձեր դուրը չի գալիս, փոխեք ուրիշ ոլորտ, բայց առանց աշխատանքի միտ մնացեք։ Այս աշխատանքը ձեր դուրը չի գալիս, ուրիշ մասնագիտություն ձեռք բերեք, դասընթացներ գնացեք, ուրիշ ոլորտում աշխատեք, փոխեք ոլորտները, փոխեք, փորձեք, բայց երբեք առանց աշխատանքի միտ նստեք։ Առանց աշխատանք այդ եղջյուրը ինքը իր կյանքի բոլոր ոլորտներում խնդիր է ունենալու, եւ անձնական, եւ առողջական, եւ ֆինանսական։ Այն այդ եղջյուրը, ով որ աշխատում է, ով որ գտնում է, որ ինքը ռեալիզացված է կյանքի մեջ, ինքը գնահատված է աշխատանքի ոլորտում, իր ձեռքի աշխատանքը մարդկանց դուր է գալիս, իր աշխատանքը, իր մտքի աշխատանքը, այդ աջակցությունները իրենց կյանքի ոչ մի ոլորտում խնդիրներ չեն ունենալու։ Ինչպիսի կյանքի գծեր է հարկավոր ջրոց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Ջրոցները իրենք պետք է անընդհատ իրենց կյանքի մեջ փոփոխություն մտցնեն։ Գիտեք ինչ, կարող է դա բառադիր չէ գլոբալ փոփոխություններ։ Հատկապես սիրելի ջրոցներ, երբ որ տեսնում եք ինչ-որ խնդիրներ կա, տան մեջ գահույքը փոփոխեք, ձեր սանրվածքը փոփոխեք, մազերի գույնը փոփոխեք, մակիաժի ձևը փոփոխեք, մազի կդրվածքը, վարագույրը փոփոխեք, բազգատորը մի տեղից տարեք մյուս տեղը, այդ փոփոխությունները կամաց ձեր կյանքի բոլոր ոլորտներում փոփոխություններ են մտցնելու։ Բացի դրանից, որպեսզի սիրելի ջրոցներ դուք հաջողություն ունենաք, դուք պետք է ձգտեք ոչ միայն այդ փոքր փոփոխություններին, այլ պետք է մեծ փոփոխություններ ձեր կյանքի մեջ մտցնեք։ Երազեք այդպես փոփոխությունների մասին, երազեք, շարժվեք, աշխատեք եւ առաջ գնաք։ Եթե ջրոցները իրենց կյանքի մեջ թեկուզ փոքր փոփոխություններ չեն մտցնում, չասված մեծ փոփոխությունների մասին, իրենք կյանքի մեջ խնդիրներ կունենան, իրենք կյանքի մեջ հաջողություն չեն ունենա։ Իսկ եթե փոփոխությունները մտցնում ես, ելի եմ ասում, առաջինը կարող եմ դիմահարդարումը փոփոխես, ինչը որ քու դուրդ չի գալիս, կամաց փոփոխի արա այն ինչ որ քու դուրդ գալիս է, նաև քու գործնեության մեջ, արա այն ինչ քու դուրը գալիս է։ Բացի դրանից դու պետք է անես այն, որը քեզ հաճելի է, դու պետք է զբաղվես քու խոբիով, քու նախասիրությամբ։ Եթե ջրոցը կատարում է աշխատանք, որը իրեն հաճելի չէ, դա իրեն համար խնդիրներ է բերում։ Սիրելի ջրոցներ, եթե տեսնում եք, որ դուք ինչ-որ մի բնակավարում աշխատում եք ջուզենալով, փոխեք այդ աշխատանքը, որովհետև դա ձեզ գցելու է կյանքի ճահիճը, դուք
դրանով ինչ նոր դուք չուզենալով անում եք, դա ձեզ խնդիրներ է առաջացնելու։ Դուք պետք է զբաղվեք այն գործունեությամբ, որը ձեզ հաճելի է։ Նաև դուք գործողությունը ինչ որ անում եք, դա պետք է անեք հաճելի։ Եթե դուք աշխատում եք, դուք պետք է այդ աշխատանքը հաճույքով կատարեք, որպեսզի ձեր կյանքի մեջ լինի հաջողություն։ Այժմ տեսնենք ինչպիսի բնավորության գծեր պետք է ունենան մեր սիրելի ծնողները, որպեսզի իրենց կյանքի մեջ հաջողություն լինի։ Ընդհանրապես ծնողները իրենք էմոցիոնալ լավ մասնավորություններ են, էմպաթներ են, իրենք հասկանում են մարդու ներքին ձայնը, մարդու խնդիրները։ Գիտեք ինչ, թե նույնիսկ մարդու դեմքին նայելով ցուկը հասկանում է, թե այդ մարդը ինչ խնդիրներ ունի եւ ինքը առանց որևէ մի հետի մտքերի ինքը առաջարկում է իր օգնությունը, ինչքան հնարավորություն ունի, շատ դեպքերում ծնողները օգնություն են տալիս նաև իրենց հնարավորություններից շատ, իրենց հնարավորությունների սահմաններից դուրս։ Սիրելի ծնողներ, դուք պետք է միշտ ուրախ լինեք։ Դեպրեսիան, եթե ինչ-որ խնդիրներ կա, եթե դուք ընկաք դեպրեսիայի մեջ, այդ դեպրեսիան կամաց կփակի ձեր կյանքի հաջողությունը։ Դուք պետք է դեպրեսիային նայեք մադերի արանքով, դուք պետք է դեպրեսիային նայեք վերևից, ձեր ուրախ էներգետիկայով, որ հասկանալով, որ սա էլ է հաղթահարելու, ինչպես ասում են մեր սիրելի Աշոտ Ջևանին, ցախորդ օրերը ծմրան նման գուկան ու կերտան։ Այո, սա է ցախորդ օրերն էլ կանցնի, կամ Սողոմոն թագավորի մատանու վրա որ գրած է, սա էլ է անցնելու։ Այո, սիրելի ծնողներ, ամեն ինչ անցողիկ է եւ չի կարելի դեպրեսիայի մեջ ընկնել։ Եթե դուք ընկաք դեպրեսիայի մեջ, դուք խնդիրներ կունենաք ձեր կյանքի բոլոր ոլորտներում, որովհետեւ հաջողություն ունենան մեր սիրելի ծնողները։ Իրենք պետք է լավ լինեն, էմպաթիայով սիրով լցված լինեն, կազմակերպիչ լինեն, մարդկանց հավաքեն, հավաքույթներ, միջոցառումներ, հաշկերույթներ, ճաշկերույթներ, ուրախ հավաքներ, ծնողները իրենք նման էներգիա բերող, նման էներգիա ստեղծող անձնավորություններ են։ Այն ծնողները, ովքեր որ հաղթահարում են դեպրեսիան, ովքեր որ ոչ մեկին ցույց չեն տալիս իրենց այդ մտահոգ վիճակը, ովքեր որ մարդկանց հասնում, օգնում են, ովքեր որ դառնում են կոլեկտիվի, մարդկանց, հարազատների ուրախությունը, երջանկությունը, իմի բերող անձնավորությունը, այդ ծնողները հաջողություն կունենան եւ կզարգանան։ Այսքանը սիրելիներս, թե ինչպիսի բնավորության գծեր պետք է ունենան կենդանակերպի յուրաքանչյուր նշանը, որպեսզի իրենք իրենց կյանքի մեջ, կյանքի բոլոր ոլորտներում հաջողություն ունենան։ Հաջողություն սիրելիներս, տեսություն։